Իսկ բժիշկը ինչ ասում։ Դե ասում եմ, որ այդ ցնցման հետևանքներն են։ Հիմա ցավազրկող են ներարկել, պետք է հանգստանա։ Պարզամ։ Այսինքն պարզա։ Ես ինչ-որ վատ բան ասացի։ Քեզ թվում է ես չեմ հասկանում, թե դու ինչի նկատի ունես։ Մամ, ինչ ես խոսում, մամ։ Փոխանակ քրոջդ կողքին լինես, դեմ ես դուրս եկել։ Մամ, դեմ չեմ դուրս եկել։ Ուղղակի ես լավ եմ հասկանում ինչ է կատարվում։ Դե թող հիմա այսպես աղջիկդ շարունակի, ինչ ուզում է թող տենց էլ անի։ Ու տենանք հետո ինչ առնելու։ Արամ։ Հեն, մամ։ Դու էլ ինձանից լավ գիտես ինչ է կատարվում ու ինչ է ուզում ասած լինի աղջիկդ։ Ամենայն դեպս այս պատմությանը Լիլիթին պետք չէր խառնել։ Ինքը հաստատ մեղավոր չի։ Մանավանդ քննիչին պետք չէր ոչ մի բան ասել Լիլիթի համար։ Լավ է, որ այստեղ եք։ Ես էլ անհանգստանում էի, ոնց է ձեր աղջիկը հիմա։ Լավ, շնորհակալություն։ Կարող եմ հետը խոսել, մեր խոսակցությունը կիսատ մնաց։ Չգիտեք, ինքը հիմա քնած է ու բժիշկն էլ ասել է, որ իրան հանգիստ է պետք։ Լավ, բայց ես բժշկի հետ կխոսամ, ամենայն դեպս տեսնեմ ինչ է ասում։ Լավ։ Մոռացա ասեմ, մեզ դեպքի հետ կապված որոշ մանրամասներ են պարզել։ Այսինքն պարզել եմ, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել։ Այսինքն։ Դե ձեր աղջիկն ասեց, որ սա թյուրիմացություն չի եղել, այլ դիտավորյալ հրել են իրան։ Իսկ ձեր տղան պնդում էր, որ այդպես չի։ Ինչ լավ օպերատիվ եք աշխատում քննիչ, շատ գովելի է։ Սովորել ենք։ Պարզ է։ Ես գնամ ծխեմ։ Կարելի է։ Կներեք, ես էլ գնամ սենյակ։ Դե առողջություն ձեր աղջկան։ Տեղեկությունդ հաստատ, հա։ Հա, ստեղ են լինում։ Այս իր ամենասիրած տեղն է։ Իրա նման հարուստ ու հզոր տղեկով գալի հավաքվում են ստեղ, ամբողջ շրջապատով։ Լավ էլ հանգիստ տեղ ընտրել լուրջ հարցեր քննարկելու համար։ Այս տարիների ընթացքում շատ բան է սովորել Պետրոսից ու շատ էլ հեռացել է Պետրոսի ճշտից։ Вообще մոտ են եղել։ Հա, այսքան տարի Պետրոսը իրան շատ է վստահել։ Ու շատ էլ մտերիմ են եղել։ Ու վստահել է ամեն հարց, նույնիսկ փողայինը։ Մինչև այս վերջերս, որ իմացավ էլի։ Բայց ի՞նչն է խանգարել այդ բանին հանելու մի քանի անգամ գլխից թողը։ Աբել մի խորացի։ Գեղամտենց մարդ չի, որ խփես տանես թաղես։ Դες ինչ ուխուր է հերնելու։ Լրագրողներ, խառը, մի խոսքով հասկանում ես։ Դու պետք է զգուշ լինես։ Հիմա այդ գործն ամեն դեպքում արդեն իմ վրա է։ Հա, բայց ոնց որ բան մի ասա։ Որ ասել եմ, ուրեմն խոսքից տեր պիտի կանգնեմ։ Աբել, այդ պետքան ու ուզելը լրիվ տարբեր բաներ են։ Է դու ասել եմ, ուրեմն կանեմ։ Այն մնացածը մանկապարտեզ է արդեն։ Ես խոսքից տերն եմ։ Չեմ էլ կասկածում, որ կանես։ Աշկից դեմն են հլեն իրեքը։ Ոնց որ վերջացրի։ Հա, լավերով հավաքվել են։ Տնաս հիմա ուր։ Դե գնանք հասկանանք, պետք է ամեն ինչ իմանալ։ Շարժվենք։ Մանր։ Էլ չէի դիմանում։ Ես արդեն մտածում էի, որ չես գա։ Ինչի հուշացար։ Ուղղակի տանը։
Էլի ինչ-որ խնդիրներ կար։ Լիլ, ես քեզ հասկանում եմ, որ դու լիքը խնդիրներ ունես, ու դրանից դու նեղվում ես, բայց դու էլ ինձ հասկացի, ես երբ որ հանդիպում եմ քո հետ, ուզում եմ, որ մեզնից խոսանք, կտրվենք այդ հոգսերից, այդ խառը ամեն ինչից, բայց հենց տենում ենք իրար, ամեն ինչից խոսում ենք, բացի մեզնից։ Հասկանում եմ ինչ ես ասում։ Ես էլ եմ ուզում հանդիպենք ու մեզնից խոսենք, բայց չի ստացվում, անդադ խնդիրներ են լինում։ Լավ, ասա, հիմա ինչ է։ Հիմա էլ լի կան։ Հետո։ Աբելն ասում է մի մտածի այդ մասին, բայց չեմ կարողանում չմտածել։ Ինչ է եղել, ասա։ Պատկերացնում ես, բոլորին հայտարարել է, իբր թե ես եմ իրան հրել։ Գժվել է այդ աղջիկը լրիվ։ Հա, ասա այդ բարձրահարկ կոշիկներդ, որ չհակնես աստիճաններով վազես, չի լինի։ Բան չկա, մոռացի։ Չգիտեմ, ախր ես ընդհանրապես կապ չունեմ։ Ես կողքին չեմ եղել, ես ուղղակի իր ձայնը լսեցի ու վազեցի։ Լիլ, հանգստացի, ես հավատում եմ քեզ, կարաս ընդհանրապես բացատրություն չտաս։ Ես եմ քո կողքը, ուրիշ մարդ չի։ Հա, բայց իրոք ես կապ չունեմ։ Լիլիթ, ես քեզ հավատում եմ։ Կարաս էլ ոչ մի բառ չասես։ Այդ աղջիկը ազդեցության տակ ես ու դրանից դու նեղված ես։ Նենց որ հանգստանում ես մի հատ ու մոռանում ես դրա մասին, եղավ։ Ուզում ես մի քիչ քայլենք։ Չէ, ավելի լավ է տուն գնամ։ Չի վախենում ես, որ կարող է Աբելը տեն, հա։ Այդ պատճառաբանություններից ես հոգնել եմ, Լիլ։ Չնայած քեզ խոսք եմ տվել, որ դրա մասին պետք է չխոսամ, բայց էլի մի քիչ էլ կհամբերեմ, հարց չկա։ Բայց էլի ոնց որ բան կա։ Զգում եմ ես մի տեսակ։ Դե Արտուրի մասին։ Բայց ես իրեն տեսել եմ, ամեն ինչ նորմալ է։ Չես պատկերացնի, թե ինչ դժվար է գիտակցել, որ այդ մարդը քո հարազատն է։ Ես քեզ հասկանում եմ, Լիլ։ Չէ, դուք չեք հասկանում։ Դուք մենակ ինձ մեղադրում եք, որ ես ուզում եմ օգնել այդ մարդուն։ Բայց ախր չեմ կարող չօգնել։ Լսի, Լիլ, քեզ ոչ մեկ չի մեղադրում։ Ես տենում եմ, որ դու այդ մարդուն օգնում ես, հոգա տալես, ու դրանից դու էլ ես քեզ լավ զգում։ Որ բարբերաբար դու իրան օգնում ես, չես մտածում, որ մի օր իր մոտ հարցեր է առաջանալու, թե ինչի համար ես դու իրան տենց օգնում։ Ու ինչ պետք է ասես։ Եթե դու ունես պլաններ ունես, որ պետք է ասես, թե դու ով ես իր համար։ Չէ, ես չասեցի նման բան։ Ես էլ չասեցի, ուղղակի ես տարբերակներից մեկն եմ քեզ ասում։ Ճիշտ ես։ Լիլ, մտածի, այդ մենակ քո որոշելուն։ Աբելը շատ բաներում կարա քեզ արգելի, բայց կոնկրետ ինչ ես հարցին ա վերաբերվում, այդ արդեն քո խղճի ու հոգու հանգստության համար դու պետք է որոշես, ասես թե չասես։ Կամ եթե ուզում ես այդ մարդուն օգնես, նենց օգնի, որ ինքը դրա մասին չի իմանա։ Գաղտնի արա, թող քեզ շատ չտեսնի։ Լավ։ Լավ։ Ինչ լավ որ դու կաս։ Ու իմ ներկայությունից մենակ դու ես շահում, Լուլուկ ջան։ Էլ ոնց կլիներ, վաղուց քեզ չէիր գովել։ Ուղղակի դու վաղուց իմ հետ չես շփվել։ Ես էլ երևի իրանց լարված խոսակցությունից հետո նյարդերը թոթափելու լավագույն վայրն է։ Հա, սենց էլ պետքա լիներ։ Այն հետևի տաքսիով էլ աշկից հոգնածությունը հանողներն են։ Պաստորեն։ Սա ստեղ երևի շատ կմնա։ Ուզում ես ստեղ սպասենք։ Բա ինչ ես առաջարկում։ Տան տեղը ու մնացած տեղերը ցույց տամ։ Չէ, ապա։ Ես լիքը ինֆորմացիա պետք է հավաքեմ ստեից։ Դե տանեմ քեզ քո ավտոյի մոտ։
Տար։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ ժամանակ տրամադրեցիք։ Ապրես, որ հասկանում ես ինձ։ Դու մեզ ինչ կուլտուրական շփվում ենք իրար հետ։ Ծրվեցի մի քիչ գոնե։ Լսի, դու այդ աղջիկը ընդհանրապես ուշադրություն մի դարձրու։ Իրա պատճառով է տրամադրությունդ մի գցի։ Հասկանում եմ, բայց ամեն անգամ գալիս է իր գժություններով ինչ-որ բան մտածած ու փորձում է ինձ վիրավորել, ինչ-որ մի վնաս տալ։ Դե փորձի շրջանցես։ Հեշտ է ասել է։ Լիլ, դու մենակ չես։ Ու ընդհանրապես վախենալու տեղ չունես, որովհետև ես քո հետ եմ, միշտ։ Ու եթե ինչ-որ մի բան քեզ անհանգստացնում է, դու ինձ ասա, հանկարծ չթաքցնես։ Կխոսես, կցրվես։ Լավ։ Դե ես գնացի։ Դե գնա։ Հա, գնում եմ։ Չես կարող գնաս, որովհետև հենց գնաս կարոտելու ես, չէ՞։ Գնացի։ Լի։ Մեկը ինչ էլ ասեք վախենում եմ։ Հլինձն է։ Դու գժվել ես։ Հիմա բարձրանում ես տուն, մի քիչ հանգստանում ես, ցրվում ես։ Ու մի բան ես հասկանում, որ վախենալու բան չկա։ Լսեցի՞ր։ Լավ։ Հա, ախպերս։ Լավ ես, ապեր։ Ոչինչ, նորմալ։ Քրոջդ պատմությունը իմացել եմ։ Հա։ Բայց չեմ հարցնում ոնց է, որովհետև գիտեմ։ Նոյ։ Արամ, դու հաստատ հասկանում ես հիմա, ինչ անում է քուրդ այդ։ Վերջացրու նոյ։ Հիմա ինձ զանգել ես, որ պատասխան տամ քեզ։ Ես հավատա քեզանից ավելի լավ եմ պատկերացնում ամեն ինչ ու հասկանում։ Արամ, դու չես կարող լավ պատկերացնես, որովհետև դու Լիլիթին չես տեսել։ Ախպերս հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում, բոլորից հետ լավ։ Կներես Արամ ջան, բայց չի երևում, որովհետև քուրդ իրար հետևից սխալներ է անում։ Քրոջս քայլերը քո հետ չեմ քննարկելու նոյ։ Ես Աբելի հետ խոսացել եմ ու ինչ որ պետք է հասկացել ենք։ Արամ։ Լավ վերջ ախպերս։ Եթե ասելիքը դու անհանգստությունը դետեր, հավատա, որ ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Այդ մենակ ասելով չի։ Լավ ախպերս։ Իմ աղջիկ, ամեն ինչ խառնվել է, ես արդեն չգիտեմ, թե որն է ճիշտ, որը սխալ, բայց մի բան հաստատ գիտեմ, ես չեմ ուզում, որ դու քեզ վատ զգաս, որ քո հետ վատ բան պատահի, չեմ ուզում։ Մամ ջան։ Հա ջան։ Ինչ լավ է, որ ստեղ ես։ Հա բալես, կողքիդ եմ, ամեն ինչ նորմալ է։ Ոնց ես քեզ զգում հիմա։ Օթերով լինեմ։ Ամեն ինչ լավ կլինի, մենակ թե դու մի լարվի, հա։ Ես չեմ լարվում, մամ։ Ուղղակի ինձ հիմա մենակ մի բան անհանգստացնում։ Արի կլինի դրա մասին հետո խոսենք, հա։ Ուղղակի ես Վերջապես ես ձեր մոտ եմ։ Ու հանգիստ կարող եմ հարցնել, ոնց եք։
Նոր է արթնացել։ Ու Չէ, մամ ջան, նորմալ է։ Այդ շատ լավ է։ Ուրեմն մեր զրույցը հանգիստ կարող ենք ավարտին հասցնել։ բայց ինչքանով է ճիշտ է։ Մամ ջան, դու հանգիստ կարող ես դուրս գալ։ Կներեք, պիտի խնդրեմ, որ մեզ մենակ թողեք։ Դու ուզում ես, որ ես դուրս գամ, թե ուզում ես ես քո հետ լինեմ։ Չէ, մամ ջան, հանգիստ դուրս արի։ Լավ, բայց եթե հանկարծ ինչ-որ բան պետք լինի, ես էստեղ կլինեմ։ Հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է։ Так, լսում եմ Լիկա Գրիգորյան։ Իսկ ինչ եք դուք ուզում, որ ես ասեմ։ Բնականաբար ճիշտ է։ Շատ լավ։ Հա, Իվիչայլոց, տան հասցեն արդեն ճշտել ենք։ Ասում եք ով ա ձեզ հրել։ Իսկ կլինի չասեմ։ Իհարկե չի լինի։ Դուք այդ ընտանիքին շատ լավ ճանաչում եք։ Եվ Լիլիթ Գրիգորյանը, հայտնի Աբել Գրիգորյանի քույրը։ ճիշտ լսեցի։ Այո, ճիշտ լսեցիք։ Հուսով եմ չեք սխալվում։ Չեմ սխալվում։ Ինքը մեր դասարանի Գրիգորյան Լիլիթն է։ Մենք միասին ենք սովորում։ Ու ինքը հարձակվեց ինձ վրա ու խոսքով չեմ կարողանում հիշեմ, իմ համար շատ դժվար է, հասկացեք։ Հանգիստ։ Այստեղ լրիվ ուրիշ հարցեր են առաջ գալիս։ Դուք մտածում եք, որ նա ուզում էր ձեզ սպաներ։ Իսկ ինչից եք ենթադրում։ Որովհետև ես գնացել էի իրենց տուն իմ դասարանցին այր հետ խոսելու, բայց հետո մի պահ չհասկացա ինքը ինչից բորբոքվեց, բռնկվեց, սկսեց ինձ վիրավորել, հարձակվեց ինձ վրա, հետո խոհանոցից դանակը վերցրեց, հետո մոտեցրել էր դանակը իմ դեմքին ու ամեն կերպ ուզում էր ինձ կրվածներ ու… Հանգիստ, մի րոպե։ Դուք հասկանում եք, որ շատ լուրջ մեղադրանք եք ներկայացնում։ Գիտեք չէ խոսքը ինչի մասին է։ Շատ լուրջ մեղադրանք։ Ինձ էլ հասկացեք, ես վախկոտ աղջիկ չեմ, բայց ես վախենում եմ, որովհետև ինձ թվում է այս անընդհատ ինքը մտնելու է այս սենյակ ու իր կիսատ թողած գործը շարունակի։ Ես չեմ ուզում, որ մաման իմ կողքից մի րոպե գնա։ Լավ հասկացած ես։ Հիմա շատ հանգիստ մանրամասը պատմում եք ոնց է եղել, որպեսզի ես կարողանամ գործին ճիշտ ընթացք տալ։ Շատ մանրամասը, ցանկացած մանրուք կարևոր է։ Լիլ մտածի, հետ մենակ քո որոշելուն։
Աբելը շատ բաներում կարա քեզ արգելի, բայց կոնկրետ ինչ ես հարցին ա վերաբերվում, այդ արդեն քո խղճի ու հոգու հանգստության համար դու պետք է որոշես ասես թե չասես։ Կամ եթե ուզում ես այդ մարդուն օգնես, նենց օգնի, որ ինքը դրա մասին չիմանա։ Գաղտնի արա, դու քեզ շատ չտեսնի։ Լավ։ Լավ։ Չգիտեմ։ Ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում, բայց հասկանում եմ, որ դու ճիշտ ես նայ։ Ես պետքա կողմնորոշվեմ։ Պետքա հասկանամ, բայց չեմ կարողանում։ Ինձ խաբել են շատ երկար։ Ու հիմա չեմ կարողանում մոռանալ։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Այստեղից ինչ նորություն կարել։ Այնքան խառնակ գլուխս ես վերջի շրջանում։ Ամեն ինչ կուտակվել է իրար վրա, չեմ կարողացել հետները կապնեմ, եմ հասկանամ ինչ նորություն կա։ Լիլիթ։ Լիլ։ Հա, վայ կներես, ինչ էիր ասում։ Ասում եմ, այստեղ հետ խոսացել ես, ինչ կա։ Չէ, չեմ խոսել։ Բայց ինչ-որ շատ մտահոգ ես է։ Չէ, մտահոգ չեմ։ Ճիշտ է, ես հիմա շատ ուժեղ կասկածում եմ, որ դու մտահոգ չես։ Դրա համար փորձեմ հասկանամ, որն է պատճառը։ Ոչ մի բան էլ չկա, նույն խնդիրներն են, ոչ մի նոր բան։ Լիլիթ, հիմա ինչ գլոբալ մեծ պրոբլեմա կյանքումդ տեղ գտել, որ չես կարողանում լուծես։ Չգիտեմ։ Լիկայի պատմության հետ է կապված։ Երանի մենակ հետ լիներ։ Խոսեց զառանալ տատիկը։ Ասեն այնքան լուրջ խնդիրներ են, որ իմ հետ էլ չես ուզում կիսվես, հա։ Լիլիթ։ Հոգնած կլինես, ես գնամ սենյակ դու հանգստացի։ Ահա, ես հոգնած կլինեմ, բայց քեզ կլսեմ։ Կամ մի բան, որ դժվարանում ես ինձ ասես։ Ավելի լավա չխոսենք, մեկը այդ թեմայով չես ուզում խոսել։ Ես արդեն ոնց որ հասկանում եմ ինչի մասին է խոսքը։ Նորից Արթուրի թեման է։ Ես գիտեմ, որ դու ասում ես մի մտածի, բայց չեմ կարում չմտածել։ Մենակ չասես, որ ինձ թաքուն գնացել, տեսել ես, հանդիպել ես, հետո խոսել ես։ Աբել, եթե դու ինձ չտանեիր, ես չտեսնեի, ես չէի իմանա իրա մասին։ Ես պետք է իմանայի։ Նախ սկսենք նրանից, որ ես ամենասկզբից քեզ ասել էի, որ իմաստ չկա այդ մարդուն գնալու հանդիպելու, որովհետև դու իրանից սպասելիք չունես։ Քո ընտանիքը դրանից չէր վերականգնվելու, քո հայրը քո գլխին չէր կանգնելու, ինքը տեր չէր կանգնելու քեզ։ Ու բացարձակ իմաստ չկար։ Ես հասկանում եմ այդ ամեն ինչը։ Ես չեմ ասում, որ մենք ընտանիք կարող ենք դառնալ այսքան տարի հետո, ու այսքան խնդիրներից հետո։ Ես ուղղակի հասկանում ես ինքը մենակ է, ինքը օգնության կարիք ունի։ Հասկանում ես, որ ինքը քո կարիքը չունի։ Այդ ամեն ինչի հետ մեկտեղ։ Ինքը կարող օգնության կարիք ունի, բայց ինչ-որ տեղ էլ վստահ եմ, որ այդ օգնության հնարավորությունը, որ ունենար, հաստատ քեզնից չէր ուզի։ Մի խոսքով գիտես ոնց արդեն զղջում եմ, որ քեզ ծանոթացրել եմ այդ մարդու հետ։ Գիտես հեշտ է ընդունելը, որ հայրը մոռացկան է։ Գիտես հեշտ է ընդունելով հայրդ քեզ իսկի չէր ուզում ճանաչ։ Մի խոսքով ոնց որոշես տենց էլ կարաս անես այս մարդուս արդեն։ Ես գիտեմ քո կարծիքը։ Շատ ավելի լավ։ Ես գնամ պարկեմ։ Պետք է մի բան մտածել, սենց չի լինի։
Սիրուն, սիրուն Չմոտեցար Սրտիս գաղտնիքը Ինչու իմացար Միան մեղսի Ջան ջան Մի կողմ գնալի Չեմ երևում Խանգարում ես Կարող եմ ուզում եմ երկիրդ լսեմ, չես մտածում Լսեք Դրա համար վերաբերվում կապեք, գիտես Վերաբերվում Լավա, շատ լավա Ջայլ ջան, էլ ինչ ես ուզում լսել Վաուց ես երկում Հա, էլի Վաուց Դուրդ գալիս է Հիմա գա, չգա էսա Էսա իմ կյանքը Բա ուրիշ ոչինչով չես ուզում զբաղվես Չէ Չեմ ուզում Ես եմ ընտրել ես կյանքը Թե չէ ես էլ գործնական առաջարկ ունեի ասացի կարող եմ համաձայնես Կարող է գործնական առաջարկ ես ուզում անել, հա? Արդեն նկատեցի, հա ոնց Հա Հրաժարվում ես Մերժում եմ Չեմ ուզում Խիր անցանոտ մարդը մոտեցել է օգնությունը առաջարկում ու տենց հանգիստ մերժում ես Ես վերջերս ինչ-որ շատացել են ինձ օգնողները Չէ, ես ոչ մի բանի կարիք չունեմ, գիտես Ես աստված ինձ խեղճացրել է, հա Չէ ասում եմ, ոչ մի բանի կարիք չունեմ, ջան Ես էլ արի լավ Սաղ դարդրետ ծավրետ ոնց որ շուշի մեջ ես խեղտում, հա Գիտես ինչ կա Ես ժամանակի շատ հնարավորություններ եմ ունեցել Կեսից օգտվել եմ, կեսից հրաժարվել եմ Արել եմ այն ինչ որ ես ցանկացել եմ ու չեմ փոշմանում Բայց եղավ մի ժամանակ հետո հասկացա, որ տակ գլխով ժամանակին սխալ որոշումներ եմ ու ընդունել ու առաջարկություններ, որոնք պետքա չանեի Ու հիմա էլ երևի նույն բանն ես անում Չէ Հիմա ուրիշ ժամանակներ են, մեծացել եմ, առաջվանը չեմ Որովհետև հիմա վախ չունեմ Հանգիստ եմ գնում Այսպես բացօթյա Ու ինձ խղճալ պետք չի, դրա կարիքը չկա Գիտես են միլիոնատերերը հանգիստ են քնում Չէ Գիտես ինչի Որովհետև վախում է Իսկ ես չեմ վախում Այդ վախ անցյալում Ես հիմա այդ մենակ այդ անցյալում եմ Ու այդ անցյալը ինձանից ոչ ոք չի կարա կողանա Բա ջան Մի անմեղ սիրո Կամար ամեն ինչ անցյալում է Խնդիրները հետ, սխալները հետ, հաջողությունները հետ Երևի մարդկությունը դել է անցյալում Դիմնա, իմ հարստությունը Ոչ ոք չի կարա կողանա Լսում ես ջան Իսկ այդ անցյալում ինչքան սխալներ ես գործել
Ինչ ճակատագրերի հետ ես խաղացել, որ այդ բոլոր լավ հնարավորությունները ունեցել ես։ Ինչքան մարդ ես հանդիպե ու ճանապարհ է առանց հետ նայելու, հա։ Ասա մի թաքցրա։ Այստեղ դու արդեն սխալ բաներ ես խոսում, գիտես։ Ջահել ջան։ Ախր շատ համառն ես, է։ Չնայած դու գիտես։ Կարակ ձեզ։ Միան։ Ճամը չեցիր։ Ինչ ես։ Անբալես մի քիչ ուտղամել։ Հիմա ոնց ես արդեն։ Չգիտեմ, մամ։ Չգիտեմ։ Ոչ մի տեղ չի օգնում։ Ոչ մի ցավազրկող չի օգնում։ Գլխասավսը չի անցնում։ Արդեն վախենում եմ, գիտես, հանկարծ ինչ-որ լուրջ բան եղած չլինի։ Չգիտեմ, մամ։ Չգիտեմ։ Այ եթե հիմա այդ Լիլիթը ձեռքս ընկներ, ես չգիտեմ իրան ինչ կանեի։ Ես չպետք է իրանց տուն գնայի, չպետք է գնայի։ Հա, գնացել էիր, բայց դա նշանակում էր, որ պետք է քեզ հրեր։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է այդպիսի բան անել։ Մանկոկանս մետ վարկել։ Ոյ, Վարկի մի քիչ քնի, կարող է մի քիչ անցնի գլխացավդ։ չգնաս, Չէ, ես քո կողքին եմ, ինչ ուտեղ չեմ։ Մամի, չեմ սենց վատ։ Սենց գլուխս անընդհատ պտտվում է։ Ոչինչ, հիմա մի քիչ կքնես կանցնի։ Օրն էլ չի անցնում։ Տեսա որ ստեղ ես, ասացի մոտենամ տենամ ոնց ես, արդեն լավացել ես, հա, ոնց որ։ Հա, լավ է։ Քեզ ինչ։ Տենց չեղավ, է։ Ինչի։ Դե որովհետև քեզ ուզում ենք լավություն անենք, հետաքրքրվում ենք քեզնով, դու չես թողում։ Լսի, տղա ջան։ Հենց այնպես լավություն չեն անում, է։ Հələ ջահել ես, չես հասկանում, ես կյանք տեսած տղա եմ։ Արժ չկա ոնց ասես, բայց դու սխալ ես հասկանում, տենց բան չկա, հենց այնց ենք անում։ Հա, հասկացա, ուզում ես այն աղջկա մոտ լավամարդ լինես, հա։ Հա, լսի տղա ջան, այն աղջկան էլ ասա, դու էլ ականջի տողարա, ինձ լավություն պետք չի, ձեր լավությունը ձեզ մնա, գնացեք ուրիշի լավություն արեք։ Ես քեզ ուրիշ բան եմ ուզում ասել։ Հա, ու ինչ պետք է ասես, հետաքրքիր։ Հա, ասա, ինձ էլ է հետաքրքիր թե այդ ինչ պետք է ասես։ Սկսվեց։
Ինչ հաստ է կատարվում։ Նա թերու գնացեք ստերից։ Հիմա էլ կարող եմ ալի ցեկին հավաքեք գլխիս, հա։ Սկզբից են աղջիկն է հայտնվում, ուտելիք է բերում, հիվանդանոց է տանում, չգիտեմ էլ ինչ է անում, հետո այստեղ են է գալիս, պահելոնց կլինի, անհանգստանում է։ Հետո էլ սա է գալիս իր առաջարկություններով, կարող է հայտնի եմ դարձել, հա։ Ցավ ասեցիր էլի։ Ապել ենթադրություններ անելու ժամանակը չի։ Իմ ենթադրությունները ինձ թող։ Դու լպտի երկար բացատրես, թե ինչ գործ ունես այստեղ։ Առանձնանանք մի հատ։ Ստեղ մի բան կա, հա։ Պետք է զգուշ լինել, հա։